այդպեսով։ Պարոն Քոչարյան, երեք մի քանի օր առաջ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավարը հայտարարեց, թե եթե 2018-ին Ռոբերտ Քոչարյանը լիներ իշխանության, նա չէր հանձնի, այս իր ձևակերպմամբ, այս խունտային իր իշխանությունը։ Նախ իշխանությունը ինչ է, որ պետք է հանձնել, այսինքն ժողովրդի պահանջներ, որին մի շարք ուժեր այդ թվում ընդառաջ գնացին եւ հանրապետականներն էլ ապահովեցին համապատասխան ձայները, որ Նիկոլ Փաշինյանը ընտրվի վարչապետ։ Իշխանությունը ինչ է, տնից բերած ինչ որ իր է, որը պետք է տալ կամ չտալ, կամ ինչպես պետք է չտար այդ իշխանությունը, ինչ պիտի աներ։ Տեսեք, դուք նորից ինձ ուզում եք ներքաշեք դրա մեջ, 18-ի հետ կապված, հետ գնանք, թե ով ինչ կարող էր անել, ինչ չէր կարող անել։ Իհարկե կա այդ կարծիքը ու դա տեղ ունի, կարող է ունենալ, որ կար տարբեր միջոցներ նախ չհասցնել դրան, որ այդ ամեն ինչը լինի։ Հետո նոր, եթե նույնիսկ հասել է, այլ միջոցներ ձեռնարկել, թեկուզ ուրիշ տեխնազու առաջադրել, փորձել միջևերջ տանել դա։ Սրանք կարծիքներ են, որ կարող են լինել, բայց այստեղ պատճառների մասին ենք մոռանում շատ ժամանակ, թե ընդհանրապես ինչի է հասել դրան։ Ինչեր եղան վերջին դրանից առաջ տարիները, որը բերեց հասցրեց նաև այդ վիճակին։ Ես իսկապես չեմ ուզում սրա մեջ մտնել ու գիտեք, այս ձեր ասած վեճը, որ սկսվել է, սրա հիմքում դա չի եղել, 18 թիվը չի եղել, բացարձակապես։ Սրա հիմքում եղել է այն, որ մամուլի ասուլիսից հետո, որս մամուլի ասուլիսից հետո Տենց շուտ հարցակում է սկսել, անկեղծ ասած, ես չեմ հասկանում ինչի համար, պատճառը որն է եղել։ Բայց այն ամենը ձեռնտու իշխանությանը, երբ որ երկու ընդդիմադիր ուժեր։ Այստեղ մի հատ շատ նուրբ գիծ կա։ Ես հասկանում եմ այն ինչ ասում եք, մեր հիմնական նպատակը նշել ենք ու դա այդպես է, դրա ուղղությամբ մենք աշխատում ու ամեն ինչը դա ցույց է տալիս, որ մեր հիմնական նպատակը բնականաբար այս չարիքի իշխանությունից ազատվելն է։ Այստեղ մի հատ շատ նուրբ գիծ կա, այլ որտեղա որ պետք է արձագանքել եւ որտեղա որ պետք է մի կողմ դնել մնացած բաները։ Մենք այս տարիների ընթացքում իսկապես այդ նպատակով ենք առաջ գնացել ու շատ հարցեր դրել ենք մի կողմ, չենք մտել դրա մեջ, չենք խորացել, վստահ եմ նաև մյուս կողմից է դա եղել, բայց հիմա այնպես ստացվեց, որ դրա արձագանքելու կարիք առաջացել է։ Արշավի նպատակը ո՞րն է։ Սա բնականաբար ու այս դիսկուրսը տեղափոխվեց նորից 18։ Այսինքն ես դրա մասին չէր այս ամեն ինչը։ Ասացիք, որ արշավը հատուկ նախ ում կողմից եք հիմնականում այդ արշավը տեսնում եւ ամեն ինչ բարձ է, ես հիմա ինչու են հենց այդ եմ, ես էլ այդ հարցադրումն եմ ուզում անել։ Որն էր նպատակը։ Այստեղ ես չեմ կարծում, որ ասուլիսի ընթացքում դիմադիր որևէ թևի հասցեին ինչ որ վիրավորանքներ է հնչել, անհարգալի ինչ որ վերաբերմունք է դրսևորվել ու նաև ի վերջո այդ մամուլի ասուլիսի առանցքն էլ այն էր, որ նույն այս ամբողջ process-ի մի մասն է, նաև սրանցից ազատվելու, սրանց դեմ պայքարելու։ Ու այ հենց դա է, որ հարցերը առաջացնում, թե ինչու է դեր կապված այս ամեն ինչը։ Մնացածը սրա արձագանքն է եղել, որը ինչ որ արդեն գնացել հասել է 18-ին։ Եթե կարճ պատասխանելու լինեք, ներողություն, ով բերեց Նիկոլ Փաշինյանին ըստ ձեզ։ Տեսեք, մեծ հաշվով իհարկե այն ալիքը, որը բարձրացավ 18 թվականին, հենց դա բերեց Նիկոլ Փաշինյանին։ Հիմա կարելի է վերլուծել, թե ինչի բանը հասավ դրան, որ նման ալիք եղավ ընդհանրապես։ Ինչպես ստացվեց, որ այդ ալիքը ավելի վաղ շրջանում հնարավոր չէր օրինական ճանապարհներով դրա դեմն առնել, սրանք հարցեր են, որոնք կարող են ունենալ տարբեր պատասխաններ ու տարբեր եզրակացություններ։ Տեսեք, հիմա դուք ասում եք օրինական ձևով, ի վերջո, իհարկե, լավ, բոլորս հիմա եղել ենք չէ՞ ժամանակ։ Հիշում եք ինչ էր կատարվում փողոցներում, ինչ ճնշում էր բոլորի վրա, ով որ հանդգներ հանկարծ չմիանալը չարվում, այսինքն այս ամեն ինչից մենք չենք կարող կտրվել։